Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Վերջապես լուծիր քո անհանգստությունների հարցը։ Հաճախ մեր անկումներն ու դժբախտությունները սկսվում են մեր հասցեին հնչած խոսքերից։ Առակաց 18:21 խոսքում կարդում ենք. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը»։ Սիրելի՛ բարեկամ, խոսքերը կարող են մեզ լցնել անասելի ուրախությամբ կամ հակառակը, կարող են վատթարագույն ցավ պատճառել և խորը վերքեր հասցնել։ Օրինակ, եթե մարդկանց հետ մեր զրույցները դրական են, հույսով և քաջալերանքով լցված, մեր օրը լի կլինի լավատեսությամբ և ուրախության ցնծությամբ։ Իսկ եթե մարդկանց հետ մեր զրույցները լի են լարվածությամբ և սթրեսով, ապա դրանք մեզ անհանգստություն ու վիրավորվածություն կարող են պատճառել։ Եթե խոսքերը փոխանցում են մեզ վատատեսություն, անհավատություն ու կասկածամտություն, ապա դրանք կարող են բարձրացնել մեր կյանքի սթրեսի աստիճանը և նվազեցնել հավատքի ու լավատեսության մակարդակը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ուզում ես լուծել քո կյանքի սթրեսների ու անհանգստությունների հարցը, ապա կարևոր է հասկանալ, թե որտեղից են ծնվում դրական կամ բացասական խոսքերը և ինչպես է հնարավոր լուծել բացասական խոսքերի հարցը և հմտանալ դրական ու հավատքով լեցուն խոսելակերպի մեջ։ Այստեղ էլ է մեզ օգնության հասնում գրքերի Գիրքը՝ Աստվածաշունչը։ Ղուկասի ավետարան 6:45 խոսքում Տեր Հիսուսն ասում է. «Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդն իր սրտի չար կուտակածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում»։ Եթե քո սրտում անհանգստություն ու տագնապներ են, մի՛ հուսահատվիր, որովհետև Աստծու Խոսքը բժշկություն է պատրաստել քո սրտի և քո հոգու համար։ Եվ եթե սիրտդ բժշկվի, ապա կբժշկվեն նաև շուրթերդ, և քո խոսքերը կդառնան դրական ու հավատքի հիմքից բխող քաջալերանքներ։ Ինչպե՞ս է հնարավոր փոխել սրտի ու մտքի վիճակը և նույն իրավիճակներին նայել ավելի հանգիստ, խաղաղ ու Աստծու միջամտության հավատքով լցված։ Ինչպե՞ս։ Շատ պարզ՝ ընդամենը խնդրելով Աստծուն։ Աստվածաշունչն ասում է. «Խնդրեք, և կտրվի ձեզ»։ Խնդրի՛ր Տեր Աստծուց, որպեսզի Նա լցնի քո սիրտը Իր խաղաղությամբ։ Հետո խնդրի՛ր Տիրոջը լցնել քո սիրտը քաջալերանքի, մխիթարության ու հաստատակամության խոսքերով։ Խնդրի՛ր հավատքով։ Խնդրի՛ր որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ։ Վախի ու տագնապների փոխարեն քո բոլոր հոգսերը տա՛ր և թող դրանք Տեր Հիսուսի ոտքերի մոտ։ Եթե դու որոշել ես ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով, ապա Տերը տիրում է քո կյանքում և վերահսկում քո կյանքի ամեն իրավիճակ։ Եթե դեմ չես, ե՛կ միասին աղոթենք քո սրտի խաղաղության համար այս աղոթքով. «Հա՛յր, շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որն օգնում է ինձ, հաստատում է ինձ հավատքի ճանապարհի վրա և լցնում իմ սիրտը լավատեսությամբ ու քաջությամբ։ Ես որոշում եմ կայացնում վստահելու Քեզ ու Քո Խոսքի ճշմարտություններին և իմ հայացքն ուղղելու դեպի Քեզ ու Քո հոգատարությունը, իմ Տեր։ Ես Քեզ եմ տալիս իմ բոլոր հոգսերը, որ ծանրացել են իմ ուսերին և ճնշում են ինձ։ Դու իմ Տերն ես և իմ կյանքի առաջնորդը, իմ Մխիթարիչը և իմ ընկած վիճակից ինձ բարձրացնողը։ Թող Քո սուրբ ու պատվական անունը փառավորվի իմ կյանքի ու հաղթանակների մեջ։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։